Ոտքի դատարանը գալիս է։ Գևորգ Սաֆարյանը տոնածառի գործով դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Բազմաթիվ ընդդիմադիրների դատած Մնացական Մարտիրոսյանը մոտ 2 ժամ անցկացնելով խորհրդակցական սենյակում ընդդիմադիր ակտիվիստին մեղավոր ճանաչեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Եվ դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով։ Դատական նիստը հայտարարվում է ավարտված։ Մեղադրող դատախազը պահանջել էր 2.5 տարով ազատազրկել Սաֆարյանին։ Արդեն դատապարտվածի կարգավիճակում նա հասցրեց փոխանցել, սպասելի վճիռեր։ Գևորգ Սաֆարյանը 1 տարի անցկացնելով ճաղերի հետևում փաստորեն պատժի կեսն արդեն կրել է, բայց վաղաժամ ազատ չի արձակվի, քանի որ ինչպես փոխանցեց փաստաբանը, դիմելու են վերաքննիչ ատյան եւ այսօրվա վճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտնի։ Ոչ թե դատարանը դատավճիռ կայացրեց, այլ դատարանը պատվեր կատարեց ամենայն հավանականությամբ, որովհետև իրավաբանություն այստեղ չկար, բոլոր փաստերը ակնհայտ էր, ուղղակի դատարանը ցույց տվեց, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ հաշվեհարդար է, արդարացման դատավճիռ պետք է կայացեր։ Պատժաչափը լսելով ժառանգության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը Գևորգի ուղղությամբ նետեց իր շարֆը։ Ինձ մնար պիտի իր քաղաքացիական վզի շուրջ ես կապեի, ոչ թե նետեի, սա հագաօրինական, հագաքաղաքացիական, քրեական վճիռ էր, որը գալիս էր ուղղակի Սերժ Սարգսյանից եւ ոչ ուրիշ տեղից։ Մի դղու դեմ, ով անցյալ դարվա նոր դարվա շեմին ամանորին ազատության հրապարակ բերեց դոնաձար եւ ոստիկանապետի ձեզի դիմաց ժպտաց ուրիշների պաշտպանեց։ Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղավոր ճանաչված Սաֆարյանն այսօր ավելի վաղ ծավալուն ելույթում ամբողջովին շինց ու անհիմն որակեց այս գործը։ Ազատության հրապարակ տոնածառ բերելու արգելքն ու դրան հաջորդած այս դատավարությունը նա համեմատեց Ֆրանց Կաֆկայի Աբսուրդի ժանրում գրված դատավարություն վեպի հետ։ Եվ եթե ես այսքան մոտիկից ծանոթ չլինեի մեր դատաիրավական համակարգին, ինձ կթվար, որ Կաֆկան ինչ-որ աբսուրդ բաներ է գրել, ինչ-որ չափազանցրել է, բայց երբ որ այդ գիրքը ես կարդում եմ, ինձ թվում էր, որ Կաֆկան ապրում է մեր ժամանակներում եւ գրել է հայկական դատաիրավական համակարգի մասին, որովհետեւ մեկը մեկին համապատասխանում է այս մեր process-ը։ Սա նշանակում է, որ մեր դատաիրավական համակարգը հասել է աբսուրդի։ Ում ուզում դատում են, ում ուզում չեն դատում, տուժողին դարձնում են մեղադրյալ, մեղադրյալին դարձնում են տուժող, անհիմն ձևով մարդուն կալանավորում են, դատապարտում են։ Այս դատաիրավական համակարգը բերել է մեր պետության փլուզմանը։ Չի կարելի անմեղ մարդուն դատել։ Գևորգ Սաֆարյանը պնդեց, իր փոխարեն մեղադրյալի աթոռին պետք է լիներ այս գործով տուժող ոստիկան Գեգամ Խաչատրյանը։ Ես կարծում եմ անգամ ավելորդ խոսել են մալնի մասին, որ ես չեմ հարվածել, որ իրականում ստեղ պիտի լիներ Գեգամ Խաչատրյանը, որտեղ ինքն է թե ինձ, թե բազմաթիվ քաղաքացիների հարվածել։ Կարծում եմ ավելորդը դատաքննության ընթացքում այդ ամեն ինչը պարզ եղավ, տեսագրությունները ցույց տվեցինք, հանրությունը այս ամեն ինչին մասնակից էր, ամեն ինչ տեսավ։ Ոստիկան Գեգամ Խաչատրյանը ժամանակին նաև ցուցմունք էր տվել Շանթ Հարությունյանի ու ընկերների դեմ, իսկ նույն դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրանց մեղավոր էր ճանաչել, դատապարտելով ազատազրկման։ Գևորգ Սաֆարյանը հիշեցրեց, իր դեմ միայն ոստիկանական ցուցմունքներ են, ընդ որում բոլորն էլ Գեգամ Խաչատրյանի ենթականերն են ու ասում են, թե իբր իր հարվածից վնասվել է նրա հոնքը, աչքը ուռել, փակվել, այնինչ տեսանյութերում ոստիկանի դեմքին որևէ վնասվածք չկա։ Այսինքն բոլոր այս վկաները տվել են ակնհայտ սուտ ցուցմունքներ։ Արդյոք իր մասնագիտական պարտքներ կատարել այդ օրը հրեշտակների գումարտակի հրամանատար Գեգամ Խաչատրյանը, եթե հրապարակ գնալուց առաջ Facebook-ում գրել էր, թե այնտեղ կապիկներ են զվռնում։ Հարցնում էր Գևորգ Սաֆարյանը, նաև հիշեցնելով, որ ոստիկանը հենց դատարանում ընդունել է, որ հայոյել է ցուցարարներին։ Մեղադրող դատախազը այս հայտարարությանն արձագանքեց ռեպլիկով, գուցե դա պոռթկում էր։ Վահե Դոլմազյանը այսօր էլ կրկնեց, Սաֆարյանի մեղքն ապացուցված է։ Գևորգ Սաֆարյանի մեծագրող արարքի կատարումը հենց նրա կողմից հիմնավորվել է այդ փաստի անառարկելի է։ Մենք ունենք
Գեգամ Խաչատրյանի վնասվածքը դատաբժշկական փորձաքննությամբ էլ ֆիքսվել է։ Սաֆարյանի աջակիցները, ընտանիքի անդամները զայրույթով ընդունեցին նրան 2 տարով ազատազրկելու դատարանի այսօրվա վճիռը։ Եղբայրն ասում էր, հույս ուներ գոնե ընտրություններից հետո ազատ կարձակեն։ Բայց այն որ մենք կանխատեսում ենք 1.5 տարի էր, նրանից չէր բխում, որ ենթադրում ենք, որ Գևորգը մեղավոր է, թե ինչա կատարում երկրում, ինչպիսին է դատական համակարգը։ Հերթական անգամ ուղղակի մենք ականատես եղանք, որ Հայաստանի դատական համակարգը հանդիսանում է իշխանությունների կցորդը ուղղակի, եւ Գևորգը բոլորը գիտեն, որ դատապարտվել է իր քաղաքական հայացքների համար։ Գիշերը, երբ որ այնտեղ էինք, մենք հասկացանք, երբ որ մի ամբողջ գվարդիա եկավ եւ հանգիստ կանգնած տեղից Գևորգին այսպես ասած ձերբակալեցին ու տարան, Գևորգն ասաց ժողովուրդ ոչինչ պրովոկացիայի մի ենթարկվեք։ Մենք սպասում էինք, որ մյուսների նման 3 ժամից հետո Գևորգին բաց կթողնեն եւ երբ բաց չթողեցին, արդեն հասկացանք, որ կոնկրետ թիրախավորված Գևորգին ձերբակալել են։ Հենց այդ օրվանից մենք սպասում ենք, որ հենց այսպես էլ պիտի